Léo, où est-ce que nous Léo? Musée des Beaux-Arts. Այս այգին իր երևի հենց այս ծառով է հայտնի, այնքան մեծ է, որ անգամ արդեն իրան դրել են ինչ-որ այլ փայտերով ամուր են կանգնացրել, որ պահեն։ Չեմ կարող ասել հստակ տարիքը, որովհետև այնտեղ է գրված, ես երեխեքի հետ եմ, բայց շատ մեծ է, շատ մեծ sense պատմություն ունի իր չափով։ Հսկա ծառ է։ Elle s'appelle Diane. Elle a une couronne en forme de croissant de lune sur la tête. Diane, elle a des super pouvoirs. Non, ça veut dire que c'est elle, la nuit, qui monte dans le ciel et vient reposer la nuit. Son frère. Ensuite, il est obligatoire de faire de la place aux copains. On se met un peu sur le côté et les copains rentrent dans le vitrail. Et les poissons. Il faut que je puisse parler. Il est en statue. Pourquoi il est enfermé? C'est une sculpture. Tailler la forme. On essaiera de les dessiner tout à l'heure. Ah oui. Regarde bien Garance la forme des
Մտեք։ Ասա։ Ջան։ Հա, եկել են մեր մոտ։ Ջան, ինչ է։ Հա, լին։ Ուզում ես բացեմ։ Որ ինչ անես։ Ջրես։ Հեսա բացեմ, սպասի դու, պահի։ Սպաս։ Ջրի։ Ուրա։ Բացել եմ, հենա։ Տեսար։ Տեսար ուժեղա։ Հա, գնացին։ Դելա, բոլա։ Ուրեմն, չգիտեմ ինչի, բայց տեսախցիկս չէր ֆիքսել, միացրել էի, բայց ընթացքում երևի անջատվել էր ու այդ պրոցեսը դուք չտեսաք, բայց այսպես ցույց տամ մեր բակի բոլոր սեղան, աթոռ, սենց ինչ ունենք, չունենք բակում, մի հատ լավ լվացի, ճիշտ է, էլի էի լվացել, բայց քանի որ դրսում են մնում, իրենք շատ շուտ են կեղտոտվում եւ ես պետք է իրենց անընդհատ լվանամ, հատկապես երբ որ պետք է հյուրեր ունենանք։ Հիմա քանի որ այդ օրը հասել էր, ես այսպես մեր բակի աթոռները լվացի, դրեցի, թողեցի, այսինքն արևի տակ, որպեսզի չորանան իրենք, հետո այստեղ սեղանը լվացի էլի։ Կթողնեմ, էսի հենց այստեղ էլ կմնա, այստեղ էլ կչորանա։ Միայն ընթացքում հեսա արդեն ջուրը կմաքրեմ ու մի հատ էլ կփայլեցնեմ, այսպես ասած, արդեն հեղուկով, բայց իրա վրայի ես հողը փոզ ու փոշին, այսպես ասած, մի հատ մաքրեցի, հանեցի, մնում է իրեն փայլեցնեմ, սխոտերը արդեն կհավաքեմ, ծառից միշտ ինչ-որ ճյուղեր են թափվում ու այս մանր մոնոր չորացած տերևները, երեկ էլ այստեղ խոտերն էի մաքրել, ես հիշեցի անցած տարի ինչի էի հնձել, քանի որ տեսեք օրինակ կակաչները երբ որ վերջանում են, սենց դեղնում են ու հոգնած պարկում են գետինին եւ այսպես մնալը գեղեցիկ չէ ընդհանրապես, դրա համար ես հիմա իրանց մաքրում եմ, բայց արմատից չեմ հանում, տեսեք, երբ որ պոկում եմ, հենց այսպես դուրս է գալիս եւ արմատը մնում է ներսում, այլ արմատից չեմ հանի, միայն տերևները այսպես կպոկեմ եւ դուրս կգա։ Ահա, այստեղ բոլորը մաքրել եմ, եթե կհիշեք, այստեղ կոտեմ ունեի, ամբողջ ձմեռը իրեն սենց բարձրացավ, սերմը տվեց ու փակվեց, վերջնականապես իրան պարզապես հանեցի ու էլի այստեղ եթե կտեսնեք ծաղիկներ, որոնք որ դեղնել էին եւ արմատը թողել եմ, իրենց կտրել եմ, հանել եմ, մնաց ուղակի այս կողմը կհանեմ, կմաքրեմ մի քիչ, այսինքն տեսեք ներսում որտեղ որ դեղնած տերևներ կան, դրանք կհանեմ, իսկ այս կանաչները դեռ կթողնեմ մի քիչ էլ մնա, որպեսզի գեղեցիկ երևա, բացի դա էլ վարդերս, հեսա արդեն վարդերս պետք է բացվեն, տեսեք վարդերից բացվելու սեզոնն է, ժամանակն է եւ ավելի գեղեցիկ կլինեն իրենք, երբ ամեն ինչ իրենց կողքը սենց ազատ եւ մաքուր լինի։ Ու այստեղ էլ էլի այս առաջին շարքը մնաց, որ այս կակաչների տերևները դեղնած
կհանեմ, այստեղ սրանք դեռևս կթողնեմ, քանի դեռ կանաչ են, այստեղ այս շպիլկաները լվացի, պարանը լվացի, ու սրանք այսպես մաքրել եմ, այստեղ ավելորդ դեղնած ամեն ինչը խոտերը հանեցի, կակաչները, մնաց որ այս նարգիզները հենց դեղն են, արդեն իրենց էլ կհանեմ եւ վերջ։ Իսկ այստեղ ելակներս են լավ աճում։ Դեռևս այսքան է, ինձ մոտ ինչ որ սենց մաքրության բարձր տրամադրություն, մոտիվացիա կա, տնով, դրսով սկսել եմ, ճիշտ է քիչ, միանգամից չեմ անում, բայց սկսել եմ, քանի որ եղանակն էլ լավ է եւ սենց բարենպաստ հաճելի եղանակ ունենք, ինչպես կարելի է որևէ բան չանել եւ նստել տանը։ Մի հատ այստեղ տեսեք ինչքան սիրուն են այս ծաղիկները, ու հիմնականում այստեղ փողոցներում միշտ են սիրուն ծաղիկներ է լինում։ Mama, gib mir hier. Mama, als ich einen Kaka, kann man was machen. Ձուկը ինձ, մուկը քեզ։ Վերցրա քո տոմսը, մի հատ տոմս վերցրու, մի հատ էլ դու վերցրու, դե գնացինք, եկեք, à droite, Papa,